2025 թվական Երևան Յանս Music Hall այստեղ րոպեներ անց կմեկնարկի հայուհի կանանց մեծարման միջոցառումը, իսկ ով է հայուհին։ Հայուհին հայրենասեր կինն է, ով իր ներդրումը ունի հայ ազգի բարգավաճման և զարգացման մեջ։ Ընդհանրապես հայուհի ասում ենք և այդքանով ավարտում ենք, կարծում եմ։ Հայուհին պետք է գեղեցկուհի լինի, խելացի լինի։ Ապրեսնող, արարող, թևութիկունք տվող, ընտանիք պահող և սերունդներ դասիրակող։ Ես սիրում եմ, երբ որ հայուհին ծնողասեր է, պահում է իր ընտանեկան բոլոր կանոնները, չգիտեմ, ինձ համար հայուհին հենց նահապետական հայուհին է։ Հայ կինը, հայ աղջիկը պետք է տարբերվի մյուս կանանցից իրենց ազգայինը պահպանելով։ Յուրաքանչյուր հայ մայր ես կարծում եմ, որ արժանի է հայուհի կոչմանը և մեր հայ կանայք շատ հզոր են, շատ ուժեղ են։ Հայուհին հայրենասեր կինն է, լավ մայրն է։ Ես կարծում եմ, ինչքան ուժեղ է հայուհին, այնքան ուժեղ է մեր հասարակությունը և մեր ազգը։ Հայուհին խելացի, ուժեղ, համբերատար, ներող։ Հայուհու ձեռքերում է մեր հայրենիքի ապագան և ինքը պետք է լինի համեստ, հմայիչ, երբեմն նաև համարձակ։ Ինքնին բառը հոշում է, որ հայ կնոջը բնորոշ մի տեսակ է, որը որ առանձնանում է տարբեր երկրների կանանցից, իր հմայչությամբ, իր խելացիությամբ և իր ավանդապաշտ տեսակով։ Հայուհին առաջին հերթին պետք է լինի ազգասեր, պատասխանատու, հայուհուն վայել բոլոր հատկանիշներով օժտված։ Հայուհին տան անդոր պահողն է, հոգատար մայրն է, ուժեղ կինն է ու պայքարող կնոջ տեսակն է։ Միշտ պայքարող և իր նպատակներին հասնող տեսակը։ Հայուհին այն մարդն է, որի ժպիտը արտացոլում է տղամարդկանց գործերի վիճակը։ Եթե ամեն ինչ տեղն է, որը մեր հայուհիների դեմքին ժպիտ կլինի։ Հայուհին հայոց ամրոցի հենասյունն է։ Ինքը ամուր է, փխրուն է ու անչափ հմայիչ ու ամենակարևորը սերունդների կյանքում։ Հայուհին մեր հայ ազգի բոլոր ավանդական և առաջադեմ հայացքների կրողն է։ Հայուհին հարց եք տալիս, որ երկար պետք է մտածել ու ասել ամեն ինչը, մայրը։ Армянская женщина – это ваша в первую очередь мать. Женщина нас родила, несет жизнь. Женщина нас воспитывает, дает образование. Женщина культуру дает. Она несет свободу для нас. И самое человеческое на земле. Հայուհին հայ կինը, հայ մայրը, զինվորի մայրը։ Կարծում եմ հայուհին իր մեջ ներառում է այն, ինչ բնորոշ է հզոր կնոջը։
իսկական հայուհին է, ով առաջին հերթին հայրենիքն է սիրում։ Իսկ մեր հայուհիները բոլորն են հայրենասեր, բոլորն են ընտանիքասեր, բոլորն են մտածում իրենց երեխաների, ամուսինների, ընտանիքի մասին, հետո նոր իրենց։ Այ իմ համար դա է իսկական հայուհին, ով օջախի սյուն է, ով պահում է իր ընտանիքը, ով դողում է իր ընտանիքի վրա։ Հայուհին իմ համար առաքինության կերպարն է միակ։ Եթե հայուհին առաքինություն ունի, ուրեմն հայ կոչվելու ու հայուհի կոչվելու տիտուլը ունի։ Խոսք ունեմ իմ թիմազով, անգաջարով աչքերոս, սրտումս ինթիզարում իմ կոտիսն բարով աչքերոս, աջապ քեզ ինչ գեթեմ արիլ գենում ես խրով աչքերոս, աշխարով կշտացավ, ես քեզանից սով աչքերոս, թեկոս հազար դարդ ունենամ ես սրտումս աղ չեմ ասի, իմ հուքմի հեքիմն դունիս, ես ելուրի շաղ չիմ ասի, սայատնով են ասած զալում, ես են մահին մաղ չիմ ասի, հենչակլի, դոն վրես լաս, մազըտ շաղտալով, աչքիլուս, Բարի երեկո, հարգարժան հյուրեր, տիկնայք և պարոնայք։ Կինը երջանկություն, գեղեցկություն և քնքշություն է։ Կնոջ մասին բազմաթիվ խոսքեր են հնչել, գրվել են երգեր, կտավներ ու քանդակներ են արարվել։ Համազգային վստահություն խորհուրդը հերթական անգամ տարվա հայուհի ինքնատիպ միջոցառումը նվիրում է Հայաստան աշխարհի բոլոր հայուհիներին։ Այս երեկո մենք կապրենք հրաշալի զգացողություններ, որը կանանց դերի և վաստակի յուրատեսակ հանրագումարն է։ Այո, հայ կինը արժանի է մեծարանքի։ Ոստի այսօր մենք սիրով կներկայացնենք մեր մրցանակակիր հայուհիներին, հայուհի մրցանակաբաշխություն 2025։ Իսկ ողջ երեկո ձեզ հետ է Սարգիս Նաջարյանը։ Եվ այսպես տարվա հայուհի 2025 ամենամյա մրցանակաբաշխությունը հայտարարում ենք բացված։ Այժմ ես սիրով բեմ եմ հրավիրում համազգային վստահություն խորհրդի նախագահ Աստրիկ Խաչատրյանին։ Համեցեք։ Բարի երեկո, հարգարժան հյուրեր, սիրելի հայուհիներ։ Ես հիմա ուղերձ կկարդամ համազգային վստահության խորհրդի կողմից։ Անուրանալի է կանանց դերը հասարակական կյանքում։ Հայ կինը բոլոր ժամանակներում հաջողությամբ է իրեն դրսևորել գիտության, կրթության, բժշկության, մշակույթի ոլորտներում, նպաստել հայրենիքի բարգավաճմանը։ Հայ կնոջ կերպարը չէր կարող անմասն մնալ համազգային վստահության գործունեությունից։ Ուստի 13 տարի առաջ մենք որոշեցինք մեծարել հայ կնոջը և բարձրաձայնել, որ հայ կինը ոչ միայն սիրող մայր է, հոգատար կին, այլ նաև լուրջ գործոն պետականության կայացման համար։ Մեզ համար այսօր մեծ պատիվ է ներկայացնել այդ կանանց։ Երջանիկ լինեք, հայոց աշխարհի տիկնայք,
ուժեղ ու տոկուն լինեք, որովհետև երկրի տանիքը տղամարդն է պահում, իսկ ջերմությունը կինը, իսկ թե ինչպես են մրցանակակիրները ընտրվում, ինձ թվում է բոլորին էլ դա հետաքրքիր է, այդ մասին ձեզ կներկայացնի համազգային վստահություն խորհրդի գիտական քարտուղար, սոցիոմետր անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, հայ ասոցիացիայի Հաստանյան գրասենյակի ղեկավար, դիվանագիտական ակումբի համահիմնադիր եւ փոխնախագահ Լիլիթ Ադիբեկյանը։ Նա ինքը իրականացնում է այդ գործընթացը։ Բարև ձեզ, շնորհավորում եմ բոլորիդ, ողջունում եմ բոլորիդ այս հրաշալի միջոցառմանը։ Ներկայացնեմ ինչպես են ընտրվել մրցանակակիրները, բացի այն, որ դուք բոլորդ գեղեցկուհիներ եք, մենք բոլորս գիտենք, որ ընտրելը բավականին բարդ է, գտնել լավագույնին արժանիին։ Մենք տարիներ շարունակ, տասնյակ տարիներ շարունակ իրականացնում ենք հետազոտություններ, որպեսզի մենք կարողանանք ձեզ գտնենք, մենք իրականացրել ենք մի շարք էքսպերտային հարցումներ, մի շարք կոնտենտ վերլուծություններ, ինչ մեղ կստացնեմ ձեր սոցիալական կայքերից, էջերից, ձեր կազմակերպության կայքերն ենք ուսումնասիրել, եւ կոմենտները, եւ ամեն ինչը, եւ բազում այս մրցակցության մեջ գտել ենք ձեզ, ինչ ասեմ, շնորհավորում եմ բոլորիդ, բոլորդ արժանի եք, բոլորիդ դեմը կա այնպես մի ճանապարհ, որ դուք պետք է անցնեք եւ հասնեք ել ավել մեծ բարձունքների։ Շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն, հարգելի բարեկամներ, միջոցառումը սկսում ենք շքանշանի հանձնումով։ Համազգային վստահություն շքանշան, բժշկության ոլորտում ներդրած ավանդի համար։ Շքանշանը հանձնում են Աստրիկ Խաչատրյանը և Լիլիթ Ադիբեկյանը, ուշադրություն էկրանին։ Վիոլետա Սարգսյան։ Ավելի քան 30 տարի աշխատում եմ առողջապահական համակարգում, նվիրելով իմ ուժն ու եռանդը բժշկագիտության զարգացմանը։ Մասնագիտությամբ վարակաբան, լյարդաբան եմ եւ կանգնած եմ եղել այս ոլորտների զարգացման ակունքներում։ 2019 թվականին հիմնել եմ Վիոլետա բժշկական կենտրոնը, որի գլխավոր բժիշկն եմ, թեև այն նորաստեղծ կենտրոն էր, սակայն բուժանձնակազմի իր գործունեությունը սկսել էր դեռևս համար առաջին ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, նաև լյարդի փոխպատվաստման թիմի վարակաբան լյարդաբանն եմ Լստերես Տոնա Սարգսյանի հետ միասին, ինչը համարում ենք Հայաստանի Հանրապետությունում լուրջ կարևոր առաջընթաց քայլ ոչ միայն մեր ձեռքբերումը, այլև ամբողջ առողջապահական համակարգի համար։ 2023 թվականից նաև կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր սեփականատերն եմ և իմ ողջ եռանդը, ուժը, գիտելիքները, փորձը պատրաստ եմ նվիրաբերելու այս ուղղվածության զարգացմանը։ Մեր նպատակը ինստիտուտի զարգացումն է, վերականգնելու ինստիտուտի ոչ միայն պահպանելու ուղղվածությունը, այլև վերականգնելու երբեմնի փառքն ու հզորությունը, նրա անցած փառահեղ ուղուն համարժեք։ Եվ այս ազգանվեր ու դժվարին գործում համոզված ենք, որ ինչպես միշտ մեր կողքին կանգնած կլինեն մեր կառավարությունը եւ նախարարությունը։ Վիոլետա Սարգսյան։ Համազգային վստահություն շքանշանը ստանում է Վիոլետա բժշկական կենտրոնի հիմնադիր, կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենների խորհրդի հիմնադիր նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Վիոլետա Ալբերտի Սարգսյանը։ Շնորհավորում ենք։ Բարի երեկո, հարգելի գործընկերներ, անկեղծ ասած ձևաչափը քիչ անսպասելի էր ինձ համար, շատ շնորհակալ եմ Համազգային վստահության խորհրդին նման մրցանակի ինձ շքանշանի արժանացնելու համար, տարիների աշխատանքը գնահատելու,
եւ նման հնչեղությամբ բարձրաձայնելու համար։ Շնորհակալ եմ իմ գործընկերներին, մեր կենտրոնի աշխատակիցներին, կենտրոնների աշխատակիցներին եւ բուժանձնակազմին, նաեւ ընտանիքիս, հարազատներիս, նրանցից յուրաքանչյուրը իր մասն ունի այս շքանշանի մեջ։ Շնորհակալ եմ Աստծուն, շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր վստահել են եւ բուժառուներին, եւ ընկերներին, եւ գործընկերներին։ Կրկնակի ուրախ եմ, որ տարվա հայուհու մրցանակին արժանացել է նաեւ դուստրս Սոնա Սարգսյանը։ Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին հայուհու բարձր կոչմանը արժանանալու համար։ Ես արդեն վայելել եմ այդ բերկրանքը։ Շնորհակալություն Համազգային վստահության խորհրդին կրկին եւ կրկին, Աստղիկին իր թիմի հետ միասին։ Շնորհակալություն։ Շնորհավորում ենք։ Անվանակարգ Ոստիկանության համակարգում բազմամյա աշխատանքային գործունեություն ծավալելու եւ ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության գնդապետ Նելի Դուրյանն ավելի քան 37 տարի աշխատել է ոստիկանական համակարգում։ Տարիների ընթացքում այս ուժեղ, բայց միևնույն ժամանակ նուրբ ու քնքուշ հայուհին կոտրել է այն կարծրատիպը, որ ոստիկանությունն ու կինը համատեղելի չեն։ Այսօր բազմաթիվ հայուհիներ, օրինակ ունենալով հենց Նելի Դուրյանին, ընտրում են ոստիկանի բարդ ու պատասխանատու մասնագիտությունը։ Մեծ է նրա ավանդը անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի գործում։ Իր հարուստ կենսագրության ընթացքում այս հայուհին արժանացել է բազմաթիվ պարգևների, հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալի, ազգային ժողովի պատվո մեդալի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի իրավակարգի ամրապնդման համար մեդալի, երախտագիտության մեդալի եւ բազմաթիվ այլ մեդալների, պատվոգրերի ու շնորհակալագրերի։ Նելի Դուրյան Տարվա հայուհի մրցանակը ստանում է ոստիկանության գնդապետ Նելի Դուրյանը։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ գնահատանքի համար, շնորհակալ եմ Համազգային վստահության խորհրդին, շնորհակալ եմ մեր ժողովրդին, մեր հայ ժողովրդին։ Ուզում եմ միշտ մեր հայ ժողովուրդը, հայ կանայք, ընտանիքները լինեն երջանիկ, ուրախ եւ ապրենք անվտանգ ապահով երկրում։ Ինքս ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալություն։ Շնորհավորում ենք։ Մեր հաջորդ անվանակարգը էսթետիկ բժշկության բնագավառում ոչ եւ ճաշակ թելադրող, միջազգային չափանիշներին համապատասխան որակ ապահովող, բարձր վարկանիշ ունեցող բժիշկ կոսմետոլոգ։ Դոկտոր Ռոսի Էսթետիկ կլինիկայի հիմնադիր տնօրեն, միջազգային մակարդակի բժիշկ կոսմետոլոգ Ռոսի Լևոնի Համբարյանն իր ոլորտի լավագույններից է, ով ունի երկարամյա հարուստ փորձ։ Ռոսի Համբարյանն ունենալով իր հեղինակային ձեռագիրը արժանացել է Full Face տիտղոսին եւ կատարում է դիմային տրանսֆորմացիաներ ինյեկցիոն միջամտությունների միջոցով։ 2023 թվականին Մոսկվայում արժանացել է տարվա լավագույն միջազգային բժիշկ կոսմետոլոգի կոչման MBA աստիճանի մագիստրոս, անընդհատ վերապատրաստվում է միմիայն օտարերկրյա թոփ բժիշկների մոտ։ Ռոսի Լևոնովնան աշխատում է նաև Եվրոպայում եւ հաճախ է դասավանդում բժիշկների Գերմանիայում։ Սիրված եւ հայտնի բժշկուհու աշխատանքը նվիրված է գեղեցիկի ստեղծմանը եւ պահպանմանը։ Ռոսի Համբարյանը էսթետիկ բժշկության բնագավառում ոչ եւ ճաշակ թելադրող
բարձր վարկանիշ ունեցող բժիշկ կոսմետոլոգ է։ Բոլոր բուժառուները նրան հարգում եւ սիրում են, առաջին հերթին իր մարդ տեսակի համար, բարեհամբույր, բարեխիղճ, հոգատար եւ բոլորին ինդիվիդուալ մոտեցում ցուցաբերելու համար։ Պետք է նշել, որ բժշկուհին 44-օրյա պատերազմում եղել է կամավոր եւ բազմաթիվ օգնություններ է ցուցաբերել Արցախի մեր հայրենակիցներին ու զինվորներին, ու առհասարակ մշտապես կատարում է բարեգործություններ, չբարձրաձայնելով այդ մասին։ Այդ իսկ պատճառով այս հայուհին արժանանում է լավագույն հայուհի տիտղոսին։ Ռոստի Լևոնի Համբարյան։ Բարի երեկո բոլորին։ Իմ հայրենիքում համազգային վստահության արժանանալ, դա ինձ համար շատ մեծ պատիվ է։ Շնորհակալ եմ իմ բուժառուներին, քանի որ հենց իրենք են մեղավորը, որ ես այստեղ կանգնած եմ։ Ուզում եմ, որ իմ երկիրը լինի խաղաղ, ապրենք խաղաղ երկնքի տակ, ամենակարևորը, եւ ամեն տեղ ես պարտադիր նշում եմ տարբեր երկրներում, որ շատ հպարտ եմ, որ ես հայ եմ, եւ կցանկանամ, որ բոլորը միշտ ամեն երկրներում դա նշեն։ Շնորհակալ եմ Աստծուն, որ կրկին այստեղ ես կանգնած եմ, շնորհակալ եմ իմ ծնողներին կյանքի համար եւ իմ հայ զինվորին, որ կրկին մենք ապրում ենք։ Շնորհակալ եմ։ Եվ իհարկե Տիկին Աստղիկի թույլտվությամբ ես այս իմ պատվոգիրը ուզում եմ հանձնել իմ մայրիկին, ով այստեղ նստած է, բժշկուհի, իսկական հայուհի, 52 տարվա փորձով աշխատանքային, նվիրում եմ քեզ մայրիկ, որովհետև դու արժանի ես։ Շնորհավորում ենք ձեզ և ձեր մայրիկին։ Անվանակարգ հայ աշխուղական երկարվեստը պահպանելու և ուսուցանելու ազգապահպան գործունեություն ծավալելու համար։ Ուշադրություն էկրանին։ Մուսիկյան ժողովրդական երգի դպրոցը ստեղծվել է 2021 թվականին Երևանում։ Աշուղական դպրոցի հիմնադիրն է ժողովրդական երգի դասախոս Կարինե Մուսիկյանը։ Ժողովրդական երգի դասախոս Կարինե Մուսիկյանն անուրանալի ավանդ ունի հայ աշուղական երգարվեստը պահպանելու եւ ուսուցանելու, ազգապահպան գործունեություն ծավալելու գործում։ Բացի ժողովրդական եւ աշուղական երգերից, այստեղ երեխաներն ուսումնասիրում են նաեւ տեսական գիտելիքներ, աշուղական արվեստ եւ բեմի էթիկետի դրսևորման մշակույթ։ Համերգներին երեխաները ելույթ են ունենում միայն կենդանի նվագակցությամբ։ Նպատակը մեկն է՝ ժողովրդական երգը ճիշտ եւ գրագետ մոտեցմամբ սերմանել սերունդներին։ Այստեղ երեխաները ստանում են մեծ փորձ եւ նոր, անգնահատելի գիտելիքներ իրական մասնագետներից։ Կարինե Մուսիկյան։ Մրցանակը հանձնում է Թերմոար ընկերության տնօրեն Խորեն Քոթանջյանը։ Տարվա հայուհի մրցանակը ստանում է մուսիկյան ժողովրդական եւ աշուղական դպրոցի հիմնադիր, ժողովրդական երգի դասախոս, մեր ժամանակների հերոս 2024-ի մրցանակակիր Կարինե Մուսիկյանը։ Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, հարգելի մրցանակակիրներ, ժողովրդական երգը, աշուղական արվեստը մեր ազգային մշակույթի կարևորագույն հիմքն է։ Այս արվեստը կրթող, դաստիարակող, ուսուցանող, արժեք ներկայացնող արվեստ է։ Սայատնովա, Ջիվանի, Շերամ, Հավասի երգող երեխաները կրթվում են համամարտկային եւ համազգային արժեքներով։ Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունս հայտնել համազգային վստահություն խորհրդին այս մրցանակը ինձ վստահելու համար եւ շնորհակալություն ազգայինը գնահատելու համար։ Շնորհակալ եմ։ Այս գեղեցիկ մրցանակի կապակցությամբ Կարինե Մուսիկյանին եկել են ողջունելու իր սաները։
Սայատնովա Կամանչա գեղարվեստական ղեկավար Կարինե Մուսիկյան։ Շնորհակալություն մեր փոքրիկ արտիստներին, գեղեցիկ կատարման համար գեղարվեստական ղեկավար Կարինե Մուսիկյան։ Շարունակենք մեր մրցանակաբաշխությունը։ Հայաստանում երաժշտական գիտելիքների վստահելի ուսումնական դարբնոցի հմուտ ղեկավար։ Դիտենք հաջորդ տեսանյութը։ Անահիտ Գևորգյանը Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենն է եւ դասախոսում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Այս հայուհին վստահ է, որ նոր սերնդի արժե համակարգի ձևավորման, կրթության եւ դաստիարակության գործում լուրջ անելիք ունի երաժշտական դպրոցը։ Այն ոչ միայն երեխային տեղափոխում է երաժշտության մոգական աշխարհ, այլ ցույց է տալիս երաժշտության դերը, ձևավորում երեխայի մոտ երաժշտական ճաշակ եւ դասական, ազգային եւ հոգեվոր երաժշտության ճանաչողություն։ Երաժշտական դպրոցը նաև խնդիր ունի սաների մոտ զարգացնել հետաքրքրություն ազգային երաժշտության հանդեպ։
սերմանել սեր դեպի ազգայինը, դիտարկել երաժշտությունը որպես ազգային մշակույթի կարևորագույն մաս։ Այս կրթօջախում է երեխան գիտակցում երաժշտության դերն ու նշանակությունն իր աշխարհայացքի ձևավորման գործում եւ բացահայտում տարբեր ժամանակաշրջանների նշանավոր մանկավարժ մտածողների հայացքներն ու ներդրումը երաժշտական դաստիարակության մեջ։ Անահիտ Գևորգյան։ Մրցանակը հանձնում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը։ Տարվա հայուհի մրցանակը ստանում է Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Անահիտ Գևորգյանը։ Բարի երեկո, սիրելի ներկաներ, գեղեցկուհի հայուհիներ, Անահիտը իմ հարազատ ընկերոջ դուստրն է և հենց նոր իմացա, որ ես եմ հանձնելու, ինձ համար մեծ պատիվ է, բոլորիդ մաղթում եմ, որ մեր հայրենիքը ապրի հարատև խաղաղության մեջ, որ դուք ձեր թագավոր ամուսիններին, եղբայրներին թագավորավայել կյանքով պահեք։ Բարի երեկո սիրելի ներկաներ, սիրելի հայուհիներ, այսօր ինձ համար մեծ պատիվ է լինել այս բեմում և ստանալ այս մրցանակը իմ հորս Համլետ Գևորգյանի, Հայաստանի Հանրապետության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պատմաբան Համլետ Գևորգյանի ընկեր Թովմաս Պողոսյանից, իմ կոլեգան, մենք միասին աշխատում ենք Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և իրոք ինձ համար շատ հուզիչ էր, որ ես ձեզ տեսա և ձեզնից պետք է ստանամ։ Շնորհակալություններս շատ են, առաջին հերթին շնորհակալ եմ Համազգային վստահության խորհրդին, Տիկին Աստղիկին վստահելու համար այս կարևորագույն մրցանակը։ Շնորհակալ եմ իմ հազարավոր աշակերտներին, իմ աշակերտների ծնողներին, իմ մանկավարժներին, իմ ուսանողներին վստահելու համար և այս կոչումը, այս մրցանակը ավելի պարտավորեցնող է, որովհետև իրոք ես աշխատում եմ մի հեքիաթային աշխարհում, որտեղ կրթում ենք մեր ապագա սերունդը, մեր հասարակության ամենակարևոր մասնիկը, մեր երեխաներին ենք կրթում։ Շնորհակալ եմ սիրելիներս, թող մեր երկրում միշտ խաղաղություն լինի և մեր հայուհիները միշտ գնահատված լինեն։ Շատ կարևոր է այս ամենը, շնորհակալ եմ։ Շնորհավորում ենք։ Անվանակարգ կրթության բնագավառում երկարամյա մանկավարժական փորձի և ներդրած ավանդի համար։ Հրազդանի համար 1 ավագ դպրոցի տնօրեն Հասմիկ Հայրապետյանը կրթության ոլորտի գիտակ, մարդկային հարաբերությունների բոլոր նրբերանգներին տիրապետող, բոլորի կողմից սիրված ու ընդունված հայուհի է։ Մանկավարժ, ով կարողանում է արդյունավետ կերպով համադրել հմուտ ղեկավարի, բարի մարդու, սրտացավ գործընկերոջ, սիրված ուսուցչի, ընտանիքի մոր ու անզուգական տատիկի բոլոր նշանակալի բնորոշումներն ու մշտապես մնում է մարդկային իր բարձունքներում։ Սերում է Հրազդանում հայտնի մանկավարժական ընտանիքից։ Հրազդանի համար 1 դպրոցի սանը լինելու և դպրոցը գերազանցությամբ ավարտելու տարիներից մինչև նույն դպրոցի տնօրենի պաշտոնը ստանձնելու ողջ ժամանակահատվածի մասին խոսելիս Հասմիկ Հայրապետյանին ճանաչողները նրա վերաբերյալ արտահայտում են բացառապես դրական խոսքեր, դրական որակումներ ու բարձրաձայնում, որ իրար հաջորդող տարիները նրան ընդամենը դարձրել են առավել իմաստուն ու առավել կատարելագործել նրա դրական հատկանիշները։ Հասմիկ Հայրապետյան։ Մրցանակը հանձնում է Հայաստանի գրողների միության անդամ
վաստակավոր մանկավարժ բանաստեղծուհի Ալվար Թովսեփյանը, իսկ տարվա հայուհի մրցանակը ստանում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հրազդանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Հասմիկ Հայրապետյանը։ Բարի երեկո, գերագույն զգացողություն է գնահատված լինելը։ Դա նշանակում է, որ անձը իր տեղում է և անվրեպ կատարում է իր առաքելությունը։ Հարգելի մրցանակակիրներ, թույլ տվեք շնորհավորել ձեզ և ցանկանալ նորանոր ձեռքբերումներ, նորանոր բարձունքների նվաճում, ի բարօրություն մեր ժողովրդի և ի շահ մեր հայրենիքի։ Շնորհավորում եմ։ Հարգելի մասնակիցներ, սիրելի հայուհիներ, վստահ եմ, որ մենք միակը եւ անկրկնելին չենք, ձեզանից յուրաքանչյուրն էլ կանանց է խոսքս ուղում, իրական հայուհիներ են։ Ես ճիշտն ասած մի փոքր զարմացել եմ և նաև շատ ուրախացել եմ նրանից, որ մեր ամենօրյա աշխատանքը, որը թվում է սովորական մեկ օր, ավարտվում է այսպիսի մեծ տոնախմբությամբ։ Սա նշանակում է, որ մենք նվիրյալներ ենք բոլորս և հաստատ մեզանից յուրաքանչյուրը երբեք յուրաքանչյուր րոպե չի մտածում այս մրցանակների մասին։ Սա մի հավաքական մրցանակ է, որը մեր բոլորինն է։ Ես ցանկանում եմ, որ մեր երկիրը խաղաղ լինի և դպրոցը իրոք դառնա պետության հիմնաքարը, կարևոր հիմնաքարը ձեր օգնությամբ, ձեր հարգանքով և ձեր աջակցությամբ։ Ես շնորհակալ եմ այս մեծ վստահության համար։ Շնորհակալ եմ։ Շնորհավորում ենք։ Մեր հաջորդ անվանակարգը Քաղաքակիրթ հասարակության, մասնավորապես գործարար աշխարհի մարդկային հարաբերությունների զարգացման համալիր մոտեցումներ առաջարկող գրքերի հեղինակ, բարձր վարկանիշ ունեցող վստահելի մասնագետ։ Մոտիվատոր, քոուչ, բիզնես էթիկայի էքսպերտ, բազմաթիվ գրքերի հեղինակ Թամարա Ավանեսյանը սեփական օրինակով ոգեշնչում է հազարավոր մարդկանց, փոխում նրանց կյանքը, աշխարհայացքը, մոտեցումներն ու վերաբերմունքը։ Իր կյանքի պատմությունը հիմք է դարձել Թամարայի համար բացելու սեփական գրասենյակ և զբաղվելու մասնագիտական գործունեությամբ։ Ինքնակրթվելով, հաճախելով տարբեր տրեյնինգների ու սեմինար դասընթացների, նա այսօր սոցիալական հարթակներում մոտիվացնում է հազարավոր մարդկանց և ունի հետևորդների մեծ բանակ։ Մասնագիտությամբ լինելով իրավաբան, հաշվապահ, քոուչ, նաև իրականացրու նպատակներդ 101 օրում մոտիվացիոն ծրագրի հեղինակ, բիզնես էթիկայի ոլորտում տրեյներ և այս ոլորտի 4 գրքերի հեղինակ՝ Գործարար էթիկա, Գործարար էթիկայի հիմունքներ, Բիզնես էթիկայի պարզ արվեստը, Բիզնեսը և էթիկան։ Ակադեմիկա Տրեյնինգ ինստիտուտի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, գրել է 5-րդ գիրքը, որը կոչվում է «Կանայք» և 6-րդ գիրքը, որը կոչվում է «Կանայք և տղամարդիկ»։ Թամարա Ավանեսյանը նաև դասախոսում է։ Թամարա Ավանեսյան։ Մրցանակը հանձնում է հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, իսկ տարվա հայուհի մրցանակը ստանում է մոտիվատոր քոուչ, բիզնեսի էթիկայի էքսպերտ, գրքերի հեղինակ Թամարա Ավանեսյանը։ Բարև ձեզ, ես ուրախ եմ, որ այսքան գեղեցիկ հայուհիներ ունենք մենք այստեղ։ Եվ շնորհակալ եմ Աստղիկին, որ ամեն անգամ մի տեսակ մեր կյանքում գույն է մտցնում իր այս միջոցառմամբ, ու ինձ հիմա հետաքրքիր դարձավ, այս մեր Աստղիկը ունի հայուհի մրցանակ, թե ոչ, իրեն եւս կարծում եմ շատ կսազեր այդ մրցանակը, որովհետև ինքը ջանք չի խնայում նման փոքրիկ տոնակատարություններ կազմակերպելու համար։
Իսկ հիմա ես ուզում շնորհավորել ձեզ, հանձնել ձեր մրցանակը։ Եվ ասել, որ մեր կյանքում շատ կարևորում եմ գիրքը, գրականությունը, մինչև անգամ այդ գրքի հոտը սիրով եմ հիշում, տեխնիկայի, տեխնոլոգիայի զարգացման այս դարում, ցավոք մեր երեխաները մի փոքր ավելի հետ են մնում գրքից, գրականությունից, բայց ես կարծում եմ, որ նման փայլուն երիտասարդները կնպաստեն, որպեսզի մենք եւս մեր երեխաների մեջ այդ սերը դեպի գիրքը սերմանենք, զարգացնենք եւ իրենք դառնան դրա ամենաառաջին պատճառները։ Շնորհավորում եմ քեզ, սիրելի հայուհի։ Շնորհավորում ենք։ Բարի երեկո բոլորին։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Համազգային վստահության խորհրդին նման վստահության համար։ Առաջին հերթին ուզում եմ շնորհակալ լինել Աստծուն, որ ցանկացած դժվարությունների պահին եղել է իմ կողքին ու միշտ իմ կողքին է։ Ուզում եմ շնորհակալ լինել ընտանիքիս անդամներին, ովքեր որ միշտ ինձ ողջևորել են դեպի իմ նպատակները գնալու համար։ Մեծ շնորհակալ եմ իմ ընթերցողներին, հետևորդներին, ուսանողներին, ուսաներին, քանի որ իրենց գնահատանքի շնորհիվ եմ հասել այս ամեն ինչին։ Շնորհավորում եմ բոլորին եւս մեկ անգամ։ Իսկ այժմ հատուկ մրցանակ վստահության վարկանիշ անվանակարգ առողջապահության ոլորտում մասնագիտական բարձր որակներ եւ ավանդ ունենալու համար Նեյրոաֆազիոլոգ հոգեբան Աննա Գրիգորյանն աշխատում է Արամյանց բժշկական կենտրոնում եւ վայելում մեծ վստահություն իր բուժառուների կողմից։ Նա պարբերաբար վերապատրաստվում է եվրոպական երկրներում, աշխարհի առաջատար կլինիկաներում եւ ոլորտի համաշխարհային լավագույն փորձը կիրառում մեր երկրում իր ամենօրյա պրակտիկ աշխատանքում։ Նրա մոտ բուժառության են գալիս ամբողջ աշխարհից եւ հմուտ բժշկուհին օգնում է հատկապես երեխաներին հաղթահարել զարգացման ընդհանուր խանգարումները՝ վաղ մանկական աուտիզմը, ատիպիկ աուտիզմը, Ասպերգերի համախտանիշը եւ այլ զարգացման առանձնահատկություններ։ Աննա Գրիգորյանն ունենալով աուտիկ խնդիրներ ունեցող երեխաների եւ մեծահասակների հետ աշխատելու մեծ փորձ, օգնում է նրանց շտկել խնդիրները եւ վերականգնել հոգեկան ու ֆիզիկական առողջությունը։ Աննա Գրիգորյան Ցանկը անցնում է Համազգային վստահության խորհրդի նախագահ Աստրիկ Խաչատրյանը, իսկ վստահության վարկանիշ հատուկ մրցանակը ստանում է Արամյանց բժշկական կենտրոնի նեյրոաֆազիոլոգ հոգեբան Անահիտ Գրիգորյանը։ Հարգելի հյուրեր, սիրելի հայուհիներ, այս մրցանակը առանձնանում է, քանի որ ինքը կոչվում է հատուկ մրցանակ։ Նախորդ 3-4 տարիների ընթացքում անդադ ուսումնասիրելով Աննա Գրիգորյանի գործունեությունը Համազգային վստահություն խորհրդի որոշմամբ որոշվեց, որ նա այսօր ստանալու է վստահության վարկանիշ հատուկ մրցանակը։ Որպեսզի երկար չներկայացնեմ, մենք մեր ուսումնասիրության ընթացքում մենք բազմահազար նամակների հանդիպեցինք, որի ամփոփ մի հատված ցանկանում եմ կարդալ ձեզ։ Դրանք ծնողների նամակներն էին մեր բժշկուհուն։ Եթե ժամանակին մտածում էի, որ երեխայիս հետ կատարվածը ճակատագիր է, Աննա Գրիգորևնայի շնորհիվ կասեմ, ոչ, ծանր փորձություն էր, որը հաղթահարեցինք ի շնորհիվ մեր գեղեցկուհի կարեկցող հրաշք բժշկուհու։ Անցել ենք տարբեր երկրներում հետազոտություններ, բայց փաստորեն լինելով շատ մոտ, հրաշքը հեռվում էինք փնտրում։ Մեր հրաշալի եւ ծնողների արդյունքներով շատ հուզիչ էր մեզ համար այդ բազմահազարանոց, չգիտեմ, շնորհակալական խոսքերը լսել իր մասին։ Աննա Գրիգորևնա, մենք ձեզ ցանկանում ենք երկար ապրեք,
առողջություն ենք ցանկանում, որպեսզի այս երեխաները եւ այս ծնողները կարողանան հասարակությանը ինտեգրվել ճիշտ ձևով եւ լիարժեք մարդիկ դառնան։ Շնորհակալ ենք ձեզ։ Անկեղծ ասած շատ հուզված եմ։ Անակնկալ էր այս ամենը։ Մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել, ոյ այնքան հուզված եմ, չեմ կարողանում համազգային վստահությանը նման պատվավոր մրցանակի համար։ Իրոք այս մրցանակը անակնկալ էր ինձ համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ եւ առողջություն ձեզ։ Մեր երաժշտական դատարում եկեք լսենք մեր սիրված երգիչ Վարդան Բադալյանին, Մայրիկ, խոսք Հովիկ Խաչատրյանի, երաժշտությունը Ռիչարդ Մատլինյանի։ Բարի երեկո բոլորին։ Զարթոնք տվել աշխարհի ու այդ ծաղկանց մեջ մորս է ծնել սակայն չեմ գտնում որ ծաղկից է նա գառնան զարթոնքից մայրս սարփեցած քաղեց մի ծաղիկ գեղեցիկ քնքուշ Անունը դրեց սիրո մի ծաղիկ Փայփայեց պահեց ու սիրեց քնքուշ Չեմ գտնում այնքան գեղեցիկ ծաղիկ Այնքան գեղեցիկ ինչպես դու մայրիկ Լսում ես մայրիկ սերս քո հանդեպ Էլ չունի սահման, ունի փխրուն թե Որ տանում է դեպ քո մեծ սրտի Անկյունն ու լցնում, տարածում գտնում Լսում ես մայրիկ, ես ուզում եմ որ երբևէ ես նույն գուրգուրանքով Կողքին լինեմ Լսում ես մայրիկ Լսում ես մայրիկ Մայրիկ սիրելիս ինչ լավ է գտար սիրեցիր ու փայփայեցիր Դու ինձ ամեն ինչ տվիր Մայրիկ ինչ լավ է գառնան զարթոնքի որ մենք ծնվեցինք իրար սիրեցինք ես վստահ եմ որ այս գառնան բոլոր արփեցումներն ու գթությունները մենք ունենք մեր մեջ մենք ունենք մեր մեջ չեմ գտնում այնքան գեղեցիկ ծաղիկ այնքան գեղեցիկ ինչպես դու մայրիկ
է ես նույն գուրգուրանքով սիրտդ պարուր է քո կողքին լինել լսում ես մայրիկ լսում ես մայրիկ սերս քո հանդեպ էլ չունի սահման ունի փխրութ է որ տանում է դեպ քո մեծ սրտի անկյունն ունեցնում տարածում գտնում լսում ես մայրիկ ես ուզում եմ որ երբևէ դու նույն գուրգուրանքով սիրտդ պարուրեմ քո կողքին լինեմ լսում ես մայրիկ լսում ես մայրիկ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Շարունակում ենք երեկոն մեր հաջորդ անվանակարգը նորագույն տեխնոլոգիաներով հագեցած քաղաքակիրթ մոտեցումներ ունեցող և համապարփակ բժշկական ծառայություններ մատուցող կենդանիների եզակի կլինիկայի վստահելի ղեկավար ուշադրություն էկրանին Փաուս կենդանիների բժշկական կենտրոնի տնօրեն Անայիս Աբեդի Կենդանաբուժ դառնալու միտքը միշտ ա եղել, այսինքն մանկուց երազել եմ ու նպատակ ա եղել դառնալ կենդանաբուժ ու այդպես ստացվեց, դարձա։ Ուսումնասիրելով մեր շուկայում եղած կլինիկաները, շատ մեծ ցանկություն կար, որ չլինենք կրկնվող կլինիկա, որովհետև կլինիկան որպես այդպիսին շատ կար արդեն։ Մեզ մոտ կենտրոնում մատուցվում են թերապիայի բաժանմունքից սկսած, այսինքն պրոֆիլակտիկ միջոցառումներից, թեթև հետազոտություններից, մանրադիտակային հետազոտություններ, սրտի շնչառական աշխատանքների լսելուց բացի իրականացում են բազմաթիվ վիրահատական միջամտություններ, մեր վիրաբուժարանը նաև շատ հագեցած է, ունենք շատ հագեցած լաբորատորիա, նաև դոպլեր ռեժիմով աշխատող սոնոգրաֆիայի ապարատ, ուլտրաձայնային հետազոտության համար, ունենք արդեն այս տարվա համար հագեցած օտոսկոպ, լարինգոսկոպ, որը առանց վիրահատական միջամտությունների մեծ հնարավորություն է տալիս փոքրիկ տեսախցիկի միջոցով մտնել կենդանու քթի խոռոչ կամ բերանի խոռոչ և հեռացնել այն բոլոր օտար մարմինները, որոնք որ կենդանուն անհանգստություն են պատճառում առանց վիրահատական միջամտությունների։ Ունենք ամբողջական առանձին ստացիոնար բաժանմունք, որտեղ խնամք եւ դեղորայք են ստանում մեր արդեն ստացիոնար բուժման կարիք ունեցող կենդանիները։ Դե ունենք նաեւ խնամքի ծառայություն, այնտեղ կտրվածքներ, լողացում, վրձարան, ամեն ինչ եւ փոքրիկ խանութի բաժին նաեւ։ Անայիս Աբեդի Մրցանակը հանձնում է Բելոչի ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության կլինիկայի տնօրեն, դիմացնոդային վիրաբույժ իմպլանտոլոգ Հայկ Նորավյանը, իսկ տարվա հայուհի մրցանակը ստանում է Փաուս կենդանիների բժշկական կենտրոնի տնօրեն Անայիս Աբեդին։ Երանեց շմիկներին բոլոր հարմարությունները, նույնիսկ շտապօգնություն։ Շնորհավորում ենք։ Բարի երեկո բոլորին, շնորհավորում եմ բոլոր հայուհիներին։ Հոգաչափ շնորհակալություն եմ հայտնում, որ գնահատվում է այս աշխատանքները, գնահատվում են հայուհիները։ Նաև ունեմ առանձնահատուկ շնորհակալություն ծնողներիս, ամուսնուս, եղբորս, մշտապես անվերջ անսահման ինձ աջակցելու համար իմ գործում, ինչպես նաև իմ թիմի աննման հայուհիներիս, շատ շնորհակալ եմ, առանց իրենց հնարավոր չէր լինի այս ամենը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մեր հաջորդ անվանակարգը
Բուժարոյի հանդեպ հոգատար վերաբերմունք ունեցող, երկարամյա փորձ և պրոֆեսիոնալիզմ դրսևորող, բարձր վարկանիշ ունեցող մարզային մանկաբույժ Արմավիրի մարզի Արաքսի բժշկական ամբուլատորիայի տնօրեն մանկաբույժ Անահիտ Մկրտչյանը տարիներ շարունակ անսահման նվիրումով և սիրով օգնում է բազմաթիվ երեխաների հաղթահարել առողջական խնդիրները։ Տարիների փորձառություն ունեցող համայնքի բնակիչների ու բուժառուների կողմից մեծ վստահություն վայելող այս մանկաբույժը վստահեցնում է, որ իր գործի հիմքում սերն է, սերը դեպի երեխաները, մարդիկ և անշուշտ նաև դեպի մանկաբուժությունը։ Պրոֆեսիոնալ և իր գործի գիտակ բժշկուհի Անահիտ Մկրտչյանն իր ամբողջ ներուժն օգտագործում է փոքրիկների վիճակը բարելավելու և վերջնական առողջացումն ապահովելու համար։ Այս հայուհին ունի տարիների մեծ փորձ, վայելում է հարգանք և վստահություն։ Անահիտ Մկրտչյան։ Մրցանակը հանձնում է նորագրող հաղորդավար Սարիկ Սևադան, իսկ տարվա հայուհի մրցանակը ստանում է Արմավիրի մարզի Արաքսի բժշկական ամբուլատորիայի տնօրեն մանկաբույժ Անահիտ Մկրտչյանը։ Բարի երեկո բոլորին, շնորհավորում եմ այսօրվա բոլոր մրցանակակիր հայուհիներին, դուք և ձեր գործը ամենօրյա մրցանակի արժանի։ Շնորհավորում եմ նաև ձեզ, Տիկին Մկրտչյան։ Բարի երեկո բոլորին, ես մեծ շնորհակալություն եմ հայտնում, ցանկանում եմ լինեք առողջ, միշտ խաղաղ երկնքի տակ։ Իմ համար մեծ պատիվ է կանգնել այս բեմում և շնորհավորել բոլոր մրցանակակիրներին և այսպես ասեմ, գեղեցիկ խոսքեր շատ կան աշխարհում, մաղթանքներ նույնպես անթիվ անհամար։ Ես ցանկանում եմ մեր հայ ազգին, մեր հայուհիներին այն լավը կյանքում, երբ խոսքեր չկան ասելու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհավորում ենք։ Հաջորդ անվանակարգը աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաների համար համալիր ծառայություններ և բարենպաստ միջավայր ապահովող զարգացման կենտրոնի հոգատար ղեկավար։ Էլլադա Այվազյանը մասնագիտությամբ մանկաբարձուհի է, հանդիսանում է գիտունիկ ինտեգրման կենտրոնի հիմնադիրը։ Էլլան ունի մեծ հավատք առ Աստված և կյանքի բազմաթիվ անելանելի իրավիճակներից դուրս է եկել հավատքի շնորհիվ։ Այսօր մեր հասարակությունը քիչ թե շատ պատրաստ է ընդունելու խնդրող երեխաներին, սակայն պատրաստ չի ընդունելու ամբողջովին։ Ողջույն, ես Էլան եմ, գիտունիկ ինտեգրման կենտրոնի հիմնադիրը, ում երեխան ունի աուտիստիկ սիմպտոմատիկա և խոսքի սուր խանգարում։ 11 տարի ապրում եմ տղայիս խնդրով։ Այդ տարիների ընթացքում նպատակս մեկն էր, որ հիմնենք մի կենտրոն, որի միջոցով կկարողանայինք բարելավել այլ խնդիր ունեցող երեխաների կյանք։ Սիրելի ծնողներ, սիրով հրավիրում եմ ձեզ գիտունիկ ինտեգրման կենտրոն, որտեղ մեր հմուտ մասնագետների միջոցով կանցնեք ձեր դժվարին, բայց ոչ անհնարին ճանապարհը։ Մեծանալով Հայաստանից դուրս, նա այժմ ապրում ու գործունեություն է ծավալում հայրենիքում և շենացնում մեր երկիրը։ Կենտրոնը աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաների համար համալիր ծառայություններ և բարենպաստ պայմաններ ապահովող միջավայր է։ Այն եզակի է իր տեսակով, որտեղ սովորեցնում են երեխաներին կյանքի հմտություններ, ինքնախնամք, հիգիենա, օգտվել խանութներից, ռեստորաններից, օգտվել սանհանգույցից, փոխել տակդիրը։ Ինչպես բնութագրում է այս հայուհին, նպատակը եղել է մեկը, որպիսի այստեղ երեխաներն իրենց զգան ապահով, հասկացված, հաճելի միջավայրում։ Հենվելով սեփական փորձի վրա, Էլլան ամբողջապես ընկալում է ծնողների առջև ծառացած խնդիրները և հոգեպես կիսում դրանք։ Կենտրոնում անհատական հոգեբանական աշխատանք է տարվում ծնողների հետ, որպիսի նրանք գիտակցեն, որ աուտիզմի սպեկտրի խանգարումը դատավճիռ չէ։ Էլլադա Այվազյան։ Մրցանակը հանձնում է
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստա ռադիոլրագրության ամբիոնի վարիչ դոցենտ Լևոն Գալստյանը, իսկ տարվա հայոյի մրցանակը ստանում է Գիտոնիկ ինտեգրման կենտրոնի հիմնադիր Էլլա Այվազյանը։ Սրտան շնորհավորում եմ ձեզ, սիրելի Էլադա, այս բարձր պարգևի համար։ Սիրելի հայուհիներ, մենք հայերս մեր բնորանը անվանում ենք մայր հայրենիք։ Հայրենիքը մեզ համար կնոջ կերպարով է։ Մեր մայրաքաղաքի գլխավերևում մայր Հայաստանն է, իդեպ սուրը ձեռքին։ Բայց ես ուզում եմ, որ դուք մշտապես հիշեք։ Տղամարդկանց գործունեության նպատակը ընդհանրապես դուք եք, կինն է։ Եվ դուք, քանի որ մայր հայրենիքն եք, երկրի ձգողականության օրենքով մշտապես մենք ուր էլ լինենք, վերջում վերադառնում ենք ձեզ։ Շնորհակալ։ Բարի երեկո։ Իս սրտե շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ եւ այս ամենը լավելի պարտավորեցնում է ինձ ու ուզում եմ որ բոլոր բալիկները առողջ լինեն։ Շնորհակալություն։ Շնորհավորում ենք ձեզ հաջողություն։ Հաջորդ անվանակարգը երկարամյա փորձ եւ գիտելիք ունեցող բուժարուների կողմից մեծ հարգանք վայելող հոգատար եւ վստահելի մարզային ընտանեկան բժիշկ Աննա Ստյոպայի Հակոբյանն աշխատում է Արմավիրի մարզի Խոյի բժշկական ամբուլատորիայում որպես ընտանեկան բժիշկ։ Շնորհիվ փորձառու եւ սիրված բժշկուհու բուժառուները հեռանում են ժպիտով եւ վստահությամբ, որ իրենց խնդիրն անպայման լուծում կստանա։ Աննա Հակոբյանն օգնում է այցելուներին ճիշտ որոշել անհրաժեշտ հետազոտությունների ծավալը, նշանակում արդյունավետ եւ լիարժեք բուժում, իսկ անհրաժեշտության դեպքում ուղղորդում համապատասխան նեղ մասնագետի մոտ։ Նա երկարամյա փորձ եւ գիտելիք ունեցող բուժառուների կողմից մեծ հարգանք վայելող հոգատար եւ վստահելի մարզային ընտանեկան բժիշկ է, ով մշտապես կատարելագործում է իր մասնագիտական գիտելիքները եւ քայլում ժամանակի պահանջներին համահունչ։ Աննա Հակոբյան Մրցանակը հանձնում է Հայաստանի խաղաղության կոմիտեի նախագահ, քաղաքագիտության դոկտոր, Silk Road Network-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Պետրոսյանը, իսկ տարվա հայոյի մրցանակը ստանում է Արմավիրի մարզի Խոյի բժշկական ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ Աննա Հակոբյանը։ Բարև ձեզ, ես նույնպես ուզում եմ շնորհավորեմ այսօրվա բոլոր հայուհիներին, որոնք արժանացան մրցանակի եւ պետքա դեռ մրցանակի արժանանան եւ ցանկանալ բոլորին առողջություն եւ նորանոր հաջողություններ իրենց պրոֆեսիոնալ աշխատանքում։ Հպարտենք ձեզանով։ Բարի երեկո բոլորիս, շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ երեկոյի կապակցությամբ, շնորհակալ եմ կազմակերպիչներին, որ եւս մեկ օր մեզ համար գեղեցիկ երեկո կարողացան կազմակերպել եւ մի փոքր կարողացանք մենք ինքներս մեզ լավ զգալ։ Լինելով Սպիտակ բանակի մի մասնիկ, ես էլ ավելի պարտավորված եմ այս պատվոգիրը ստանալուց հետո աշխատանքիս մեջ ձեռքբերումներ ավելացնելու, գիտելիքներս շատացնելու եւ իմ ազգին կարեւոր լինելու համար։ Շնորհակալ եմ բոլորիցս, շնորհակալ եմ իմ ընտանիքից։ Շնորհավորում ենք ձեզ հաջողություն։ Անվանակարգ, որակյալ տորթեր եւ խմորեղեն արտադրող վստահելի կին հրուշակագործ
N-Suite Studio արտադրամաս խանութը տարիներ շարունակ որակի ու համի չափանիշ է հրուշակեղենի արտադրության ոլորտում։ Ձեռնարկության հիմնադիր տնօրեն Նարինե Մանուկյանը մշտապես հետևողական է, որպեսզի սպառողներին մատակարարվի միայն թարմ, ախորժելի ու համեղ խմորեղեններ։ Բարձրորակ հումքը, լավագույն մթերքների մշտական կիրառումը, ընկերության արտադրանքին հաղորդում են գայթակղիչ ու անուշաբույր համ։ N-Suite Studio ապրանքանիշի հատային խմորեղենները եւ տորթերը զարդարում են ցանկացած առիթ։ Նոր բաղադրատոմսերով հետաքրքիր համադրությունները Նարինեի մտքի անսահման թռիչքի արդյունք է։ Նարինե Մանուկյան։ Մրցանակը հանձնում է Սեդրակ Մամուլյան, խոհարարական ստուդիայի հիմնադիր տնօրեն Սեդրակ Մամուլյանը, իսկ տարվա հայոյի մրցանակը ստանում է N-Suite Studio արտադրամաս խանութի հիմնադիր տնօրեն Նարինե Մանուկյանը։ Բարի երեկո, սիրելի հյուրեր, մասնակիցներ, տիկնայք և պարոնայք։ Ես ուզում եմ շնորհավորել բոլոր մրցանակակիրներին, շնորհավորել բոլոր հայուհիներին, այսօր տոն է, իրականում ծաղկազարդը ևս մեկ գեղեցկության տոն է մեր տոնացույցում, բոլորի շնորհավորում եմ այս կապակցությամբ։ Ուզում եմ շնորհավորել նաև համազգային վստահություն խորհրդին այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար եւ նաև իհարկե տիկին Նարինեին, որպեսզի ցանկանում եմ նաև որ նորանոր ձեռքբերումներ ունենա եւ կարողանա գտնել եւ տարածել եւ ցույց տալ մեր չքնաղ բնաշխարհի համերը։ Շնորհավորում եմ։ Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն վստահության համար, ամեն ինչ պատրաստվում է սիրով, յուրաքանչյուրս մեր աշխատանքի մեջ միայնակ չենք կարողանա հասնել հաջողության, մասնագիտությամբ ես պատմաբան եմ, սակայն ավելի հակված եմ պատրաստելուն, ձեր սեղաններին դրված սրտիկները մեր կողմից պատրաստված մուսերն են, որոնք սիրով եւ սրտանց են արված, եւ իմ թիմին շնորհակալություն, Վելիխանյան Լիաննային, Աշխեն Նիկողոսյանին, միայնակ մարդը ոչինչ չի կարող անել, նա պետք է իր կողքին ունենա հավատարիմ մարդիկ, շնորհակալություն իմ ընկերներին եւ բոլորիդ, շնորհակալություն։ Շնորհավորում ենք ձեզ հաջողության։ Մեր երաժշտական դատարը ձեզ ողջունում է հանրապետության վաստակավոր արտիստ ծիրված երգիչ Մհեր Արմենյան։ Շնորհակալություն, բարի երեկո, ես ողջունում եմ, բարև ձեզ։ Ինչպես է տրամադրությունը։ Լավ է տրամադրությունը։ Ողջունում եմ եւս մեկ անգամ բոլորին, ովքեր ներկա են եւ սիրով ուզում եմ ձեզ նվիրել իմ երգը։ Լավ մարդկանց համար լավ երգեր։ Խնդրեմ։ Ես արդեն տեսնում եմ, վերևում պարում են։ Տիկին Նելի Դուրյան, ողջունում եմ ձեզ։ Դու անցար լույսի նման դարձրիր ինձ հոգեան ու գերեցիր նայվածքով անձայն Դու անցար լույսի նման դարձրիր ինձ հոգեան ու գերեցիր նայվածքով անձայն Հավատա, սիրելիս դու ինձ հավատա Հավատա, առանց քեզ էլ չեմ դիմանա Դե արի, կարոտել եմ քեզ, որ գրկեմ ու ասեմ անկեղծ Սերն ես իմ միակ, դու իմ կյանքն ես իմ արեգան Հավատա, սիրելիս
ես այդքան համբերել Դե ժպտար դու ինձ նորից դուրս արի Այդ քո խաղից չեմ կարող ես այդքան համբերել Հավատա սիրելիս դու ինձ հավատա Հավատա առանց քեզ դե չեմ դիմանա Հավատա առանց քեզ դել չեմ դիմանա Դե արի կարոտել եմ քեզ որ գրկեմ ու ասեմ անկեղծ Սերն ես իմ միակ դու իմ կյանքն ես լույս և Իդեպ ասեմ, որ մեր գործընկերներն են New Aqua ընկերությունը իր բորբոր Aqua բնական աղբյուրի ջրով, որը հարուստ է օգտակար հանքանյութերով եւ Jasmine Rose Event Planner ընկերությունը եւ Կատարո ընկերությունը իր արևահան գինիներով։ Շնորհակալություն նրանց։ Մեր հաջորդ անվանակարգը բուժման արդյունավետ մեթոդներ կիրառող վստահելի գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, ուշադրություն էկրանին։ Դիանա Մարտիրոսյան, վերարտադրողականության Fertility Center, պտղաբերության կենտրոնի գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ։ Ես մասնագիտությամբ գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ եմ, աշխատում եմ պտղաբերության կենտրոնում, զբաղվում ենք անպտղության հետ կապված ցանկացած հարցով, այսինքն բոլոր այն միջամտությունները, որոնք որ իրականացվում են անպտղության հաղթահարման համար, մեր կենտրոնում բոլորն իրականացվում են եւ մեր պացիենտների գեղեցիկ ժպիտները, մեր պացիենտների հաղթանակած հղիությամբ ավարտվող պատմությունները մեզ ուժ են տալիս ավելի ու ավելի ոգևորված եւ նույն տեմպով շարունակելու։ Կարծում եմ մեր կենտրոնի այսքան լավը լինելը եւ այսքան հաղթանակները մեծ մասով պայմանավորված են հենց կենտրոնի ղեկավարից Էդուարդ Մարտինիչից, որովհետեւ նա անխնա տալիս է այն, ինչ որ ինքը տարիների ընթացքում սովորել է, աշխատել է եւ այդ ամեն ինչը փորձից սկսած փոխանցում է մեզ այդ բոլոր գիտելիքները։ Դրա համար մեր կենտրոնում երիտասարդ բժիշկները իսկապես շատ ամուր կայուն հիմքերի վրա աշխատում են, քանի որ տիրապետում են բոլոր հնարավոր տեխնոլոգիաներին, որոնք որ այժմ գործում է վերարտադրողական օժանդակ միջամտություններում։ Դիանա Մարտիրոսյան
մրցանակը սիրով կհանձնեմ ես, իսկ տարվա հայուհի մրցանակը կստանա վերարտադրողականության Fertility Center պտղաբերության կենտրոնի գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Դիանա Մարտիրոսյանը։ Անչափ շնորհակալ եմ այս գեղեցիկ եւ միևնույն ժամանակ շատ պարտավորեցնող մրցանակի համար։ Շատ կարևոր է, երբ անցածը ուղին գնահատվում է, թերևս իմ լավագույն գնահատանքը մայրության բերկրանքը վայելող պացիենտներից գեղեցիկ ժպիտներն են։ Ուզում եմ, որ մեր հայուհիները երբեք չկորցնեն մայրանալու իրենց երազանքը եւ անհրաժեշտության դեպքում պայքարեն։ Չէ՞ որ հայ մայրերը ամենաուժեղն են, ամենահզորը եւ թող որ ավելի ու ավելի շատ հայ բալիկներ ծնվեն։ Շնորհակալ եմ։ Այո, թող ավելի շատ հայ բալիկներ ծնվեն։ Շնորհակալություն ձեզ։ Մեր հաջորդ անվանակարգը կանոնակարգված սննդի մեխանիզմներ մշակող, բարձր վարկանիշ ունեցող վստահելի սննդի խորհրդատու, դիտենք տեսանյութը։ Առողջ ապրելակերպի եւ սննդի խորհրդատու Անուշ Հովսեփյանը փորձառու մասնագետ է, ով վերափոխել է բազմաթիվ մարդկանց կյանքը առողջ ապրելակերպի եւ ճիշտ սննդակարգի միջոցով։ Այս հայուհին օգնել է բազմաթիվ մարդկանց նիհարել արագ, առողջ, անվտանգ եւ արդյունավետ։ Անուշ Հովսեփյանը մշակում է անհատական սննդակարգեր, իրականացնում դետոքսիկացիա եւ խորհրդատվություն։ Անուշն անցել է մասնագիտական կատարելագործման բազմաթիվ վերապատրաստումներ։ Այս փորձառու սննդաբանը վստահ է, որ առողջ ապրելակերպի, բալանսավորված եւ ճիշտ սննդի միջոցով հնարավոր է լինել առողջ եւ պահպանել առողջությունը։ Անուշ Հովսեփյան։ Մրցանակը հանձնում է երգիչ Վարդան Բադալյանը, իսկ տարվա հայուհի մրցանակը ստանում է սննդի խորհրդատու Անուշ Հովսեփյանը։ Սիրելի ներկաներ, շնորհակալ եմ այս մրցանակի համար։ Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այս բեմում եւ ստանալ այս հեղինակավոր մրցանակը։ Իմ ճանապարհը հեշտ չի եղել։ Ես մանկավարժական կրթության ոլորտից անցում եմ կատարել առողջ ապրելակերպի ոլորտ։ Իմ անձնական փորձով զգացել եմ առողջ ապրելակերպի եւ առողջ սննդի ուժը եւ իմ օրինակով օգնել եմ Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում գտնվող հայուհիներին կարգավորել իրենց քաշը եւ ունենալ աշխատանք։ Շնորհակալ եմ Համազգային վստահության խորհրդին այս մրցանակի համար։ Շնորհակալ եմ իմ գործընկերներին, իմ հովանավորներին, իմ նիհարողներին եւ առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ ընտանիքին, իմ ամուսնուն, ով միշտ ինձ աջակցել է, միշտ հավատացել է եւ դարձել է իմ ուժի աղբյուրը, ում շնորհիվ նաեւ այսօր ես ձեռք եմ բերում այս մրցանակը։ Շնորհակալ եմ։ Այս մրցանակը պարտավորեցնող է, որպեսզի ել ավելի շատ մարդկանց ես ոգեշնչեմ, օգնեմ եւ հասցնեմ իրենց նպատակներին։ Շնորհակալություն։ Ձեզ հաջողություն։ Հաջորդ անվանակարգը վաճառքի ժամանակակից մեթոդներ կիրառող, կազմակերպության իմիջի կրեատիվ եւ արդյունավետ համակարգող, շուկային համընթաց զարգացում ապահովող հմուտ վաճառքի տնօրեն։ Imex Pro ընկերության փոխտնօրեն Մարիաննա Հովանիսյան։ Ասեմ, որ ներկայումս հանդիսանում եմ Imex Pro ընկերության փոխտնօրենը եւ սա ինձ համար պարզապես աշխատանք չի, այլև իմ արդեն տարիներ շարունակ իմ ապրելակերպն է։ Ես իմ աշխատանքային պրակտիկայի սկիզբը այստեղից եմ սկսա, այս օֆիսից եւ մինչ օրս էլ աշխատում եմ այստեղ։ Ունեմ ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ։ Սովորել եմ, ավարտել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, կառավարում ֆակուլտետը, այնուհետև մագիստրատուրայում խորացված արդեն մասնագիտացում ընտրել եմ բիզնես կառավարում, գործարար կառավարում,
եւ կարելի ասել այդտեղից է սկսվել այն ուղի դեպի գործարար բնակավար բիզնես ոլորտ։ Սկզբից եղել եմ կոմերցիոն բաժնի աշխատակից, այնուհետև աշխատասիրությանս շնորհիվ կոմերցիոն տնօրենի պաշտոնն եմ զբաղեցրել եւ ներկայումս արդեն փոխտնօրենի պաշտոնում եմ գտնվում։ Անդադ գտնվելով աշխատանքային գերզբաղվածության, գերլարվածության մեջ, հետաքրքիրն այն է, որ տվյալ գործընթացը, իմ այդ աշխատանքի process-ը ինձ մեծ բավարարություն, դրական էներգիա է պարգևում։ Կարող եմ ասել, որ այն երջանիկներից եմ, քանի որ ունեմ շատ լավ վստահելի թիմ, լավ գործընկերներ, լավ ղեկավարություն, ով 24/7-ին միշտապես մեր կողքին են, մենք միասին կարողանում ենք լիքը ձեռքբերումներ գրանցել, լիքը խնդիրների միջով անցնել, պատվով եւ մշտապես պատրաստակամ ենք օգնության հասնել թիմի յուրաքանչյուր անդամին։ Մարիաննա Հովանիսյան Մրցանակը հանձնում է Հանրապետության վաստակավոր արտիստ Մհեր Արմենյան, տարվա հայուհի մրցանակը ստանում է Imexpo ընկերության փոխտնօրեն Մարիաննա Հովանիսյանը։ Ողջունում եմ բոլորին, անչափ շնորհակալ եմ։ Բազմիցս ներկա եմ եղել նման միջոցառումներին, բայց երբեք անհատապես չեմ արժանացել նման կոչմանը եւ երբ իմացա, որ ինձ արժանացրել եք այսպիսի մրցանակին, ես հիշեցի այն բոլոր դժվարությունները, որոնց միջով անցել եմ եւ չեմ ընկրկել եւ այժմ այստեղ կանգնած եմ շնորհակալ սրտով։ Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել այս միջոցառման պրոֆեսիոնալ կազմակերպիչներին, իրենց գնահատականի համար, իրենց վստահության համար, շնորհակալություն հայտնեմ իմ ղեկավարությանը, որ տարիների ընթացքում ինձ հավատացել են, վստահել են, հնարավորություն են տվել զարգանալու եւ իհարկե շնորհակալ եմ իմ ընտանիքին, որ այդքան հանդուրժող են եղել իմ այդքան զբաղված լինելուն։ Ուրախ եմ լինել այս հարթակում նման արժանի եւ տպավորիչ կանանց կողքին, շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ։ Ձեզ հաջողություն։ Անվանակարգ նախադպրոցական կրթական գործի հմուտ կազմակերպիչ։ Մանչ նախակրթարանի հիմնադիր տնօրեն Լուսինե Հայրապետյանը դեռևս վաղ տարիքից իր մայրիկի կերպարն օրինակ է ունեցել որպես նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն։ Ուղղորդող Փարոսի պես այս մասնագիտությունը մղեց նրան ընտրել նույն ուղին, գիտակցելով ընտրված բեռի ծանրությունը։ Կրթական հաստատություն հիմնելն ու արդի պահանջներին համապատասխան որակյալ կրթություն ապահովելը բարդ ճանապարհ է, որը անխոջ աշխատանք է պահանջում։ Լուսինե Հայրապետյանը վստահ ու առանց երկմտելու սիրով ու նվիրումով կերտեց իր երազանքի գործը, հաղթահարեց անանցանելի թվացող ճանապարհները եւ հարթեց նոր վերելքներ։ Կրթությունը հիմնասյուն դարձնելու երազանքը այս հայուհուն ստիպում է ինքնակրթվել ամեն օր, ձեռքը պահել մանկավարժական արդի պահանջների զարկերակին եւ իր շուրջ համալրել այնպիսի թիմ, որը հավատարիմ է նրա տարիներով ձեռք բերված սկզբունքներին, բաց է կրթության, ինքնակրթության առջև։ Լուսինե Հայրապետյան։ Նախ ուզում եմ իմ խորին շնորհակալական խոսքը հայտնել համազգային վստահություն խորհրդի անդամներին, աշխատանքից գնահատման եւ այս պատվավոր ու պարտավորեցնող մրցանակի համար ու հաճելի պատահականություն չեմ համարում հենց ծաղկազարդին օրը այս մրցանակը ստանալուն, քանի որ հայոց ամենայն կաթողիկոսի գլխավորությամբ գիտեք, ծաղկազարդը նշանակված է մանուկների օրհնության օր։ Աստված օրհնի բոլորիս մանուկներին, շնորհակալ եմ շատ։ Ամեն ձեզ հաջողություն։ Դեմ արտակում կրկին սիրված երգիչ Վարդան Բադալյանն է։ Իսկուղի մետան չիմ գիտի ջավահի
Հանումս իմ ընդունիս բեմ ուրվաթիս մուրվաչունիս Պրոշնի ուր նաբատունիս Ղանդու շակարի նմանիս Պրոշնի ուր նաբատունիս Ղանդու շակարի Շնորհակալություն։ Մեր ժամանակների հրաշալի սիրված երգիչ Վարդան Բադալյան ծափարենք բարձր կեցե հայկական երգը։ Մեր հաջորդ անվանակարգը մասնագիտական բարձր հմտություններ եւ բուժառուի հանդեպ հոգատար վերաբերմունք ունեցող վստահելի լիարժաբան Սոնա Սարգսյանն ավարտելով Երևանի Մխիթար Հերացու պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը կլինիկական օրդինատուրան անցեկացրել ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում, ստանալով բժիշկ վարակաբանի մասնագիտացում, աշխատել է Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, ապա նաև Արմենիկում կլինիկական կենտրոնում որպես բժիշկ վարակաբան։ Երկրորդ մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրան անցեկացրել Երևանի Մխիթար Հերացու պետական բժշկական համալսարանի գաստրոենտերոլոգիայի ամբիոնում, ստանալով գաստրոենտերոլոգ լիարդաբանի մասնագիտացում, ունի նաև բժիշկ սոնոգրաֆիստի լրացուցիչ մասնագիտացում։ Սոնա Սարգսյանը 2020 թվականից Վիոլետա բժշկական կենտրոնի կլինիկական ծառայության ղեկավարն է։ 2023 թվականից նաև կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բուժական գծով փոխտնօրենը։ Չնայած երիտասարդ տարիքին ունի հարուստ աշխատանքային փորձ, լինելով Աստղիկ բժշկական կենտրոնի վարակաբան լիարդաբան, տրանսպլանտ թիմի մյուս անդամների հետ միասին, Սոնա Սարգսյանը կանգնած է եղել մեր երկրում բժշկագիտության եւ առողջապահական համակարգի զարգացման համար կարևորագույն իրադարձություններից մեկի՝ լիարդի փոխպատվաստման գործընթացի ակունքներում։ Կլինիկական պրակտիկան հաջողությամբ համադրում է գիտական գործունեության հետ, զեկուցումներով եւ հոդվածներով հանդես է գալիս միջազգային կոնֆերանսներում եւ պարբերականներում, ունի մոտ 20 տպագրված աշխատանքներ, լիարդի հիվանդությունների ուսումնասիրման եվրոպական, ամերիկյան, ասիական ասոցիացիաների անդամ է։ Սոնա Սարգսյան Մրցանակը հանձնում է Համազգային վստահության խորհրդի գլխավոր մասնագետ ISO 9001 միջազգային կարգի աուդիտոր Մարգարիտ Նիկողոսյանը, իսկ տարվա հայուհի մրցանակը ստանում է Վիոլետա բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական ծառայության ղեկավար Աստղիկ բժշկական կենտրոնի վարակաբան լիարդաբան Սոնա Սարգսյանը։ Բարի երեկո բոլորին, ես շնորհավորում եմ բոլոր նոմինացված որպես հայուհի կանանց եւ բոլոր նրանց, ովքեր դեռ սպասված լինելու են եւ կան, բայց դեռ այս բեմում չեն ստացել իրենց պատվոգրերը, որովհետեւ հայկին լինելը, հայուհի լինելը դա վերուստ տրված է իծնե եւ բոլորը դրանք պիտի պատվով տանեն մինչև իրենց կյանքի վերջ, իրենց ընտանիքում, աշխատավայրում, շրջապատում եւ հասարակության մեջ։ Իսկ մեր Սոնային ես ցանկանում եմ, որպեսզի ինքը իր աշխատանքը, եթե սխալվում եմ, ինձ խնդրում եմ ուղեք։ Լյարդը ամբողջ օրգանիզմի արյան ֆիլտրն է։ Ես ցանկանում եմ, որպեսզի դուք հայի արյունը ուղղակի եւ լայն մասշտաբով որպես հայ պահպանեք եւ շարունակեք ձեր գործը։ Շնորհավորում եմ, այո։ Բարի երեկո, շնորհակալություն վստահության համար։ Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը, այն եւ ոգեշնչող է եւ միևնույն ժամանակ պարտավորեցնող նոր ձեռքբերումների եւ հաջողությունների համար։ Շնորհակալություն։ Շնորհավորում ենք ձեզ հաջողություն։ Անվանակարգ
Մասսայական միջոցառումների կազմակերպման, յուրատեսակ եւ բացառիկ ծաղկեփնջեր առաջարկող բիզնեսի կազմակերպիչ, ուշադրություն էկրանին։ Արմատներով ծնունդով Արցախցի Սոֆիա Մելքումյանը մասնագիտությամբ մանկավարժ է, ով երկար տարիներ ապրելով հայրենիքից դուրս 2017 թվականին վերադառնում է հայրենիք եւ կյանքի կոչում իր նպատակներից մեկը Արցախում հիմնելով Ֆանֆան Տյուլպան ծաղկի սրահը։ Անցնելով բազմաթիվ վերապատրաստումներ եւ դասընթացներ, Սոֆիան արտերկրի փորձն ու մոտեցումները սկսեց կիրառել իր աշխատանքում։ Հիմնադրումից 1 տարի անց այս հայուհին բացում է երկրորդ սրահը կրկին Արցախում եւ մինչեւ շրջափակումը, անգամ շրջափակումից ամիսներ անց Ֆանֆան Տյուլպան ծաղկի սրահը շարունակում է աշխատել։ Շրջափակման շրջանում Սոֆիա Մելքումյանն աշխատանքի է անցնում ներքին գործերի նախարարությունում։ 2025 թվականի հունվարի 17-ին Խանջյան 7 հասցեում վերաբացվում է Ֆանֆան Տյուլպան ծաղկի սրահը, որը չնայած առկա բազմաթիվ դժվարություններին, վկան է աննկուն համառության, մեծ աշխատասիրության եւ անսահման լավատեսության։ Բիզնեսում հաջողությունները Սոֆիան լավագույնս համատեղում է իր գեղեցիկ զավակների հետ եւ ապացուցում, որ գործարար կինը կարող է լինել նաեւ սիրող, նվիրված մայր։ Սոֆիա Մելքումյան Մրցանակը հանձնում է Imex Pro ընկերության հիմնադիր տնօրեն Ալֆրեդ Աբեդին, իսկ տարվա հայուհի մրցանակը ստանում է Ֆանֆան Տյուլպան ծաղկի սրահի հիմնադիր տնօրեն Սոֆիա Մելքումյանը։ Ալեն Դելոնի ֆիլմը հիշում եք, Ֆանֆան Տյուլպան, երևի Ալեն Դելոնի հետ մեր Սոֆյան երևի խորհրդակցել է խանութի անունը դնելիս։ Համաձայնեց։ Ես ոնց տեսա դուք ոչ միայն գեղեցիկ ծաղիկներ պատրաստում, այլ դուք այս գործով հիմնականում մատուցում եք սեր ու կյանք։ Ձեր գործնեությունը հիմնականում փաստն է այն բանի, որ անցած բոլոր դժվարություններից հայկինը կարող է հզոր ուժ լինել մեր հասարակության համար, ապագան կերտող ճանապարհի համար։ Ձեր արարող ոգին, նվիրվածությունը եւ Արցախից բերած բույրը վստահ եմ, որ շատերի համար լինելու է օրինակ։ Հույսով եմ, որ երբեք ձեր ծաղիկների բույրը չմարի եւ ձեր սրտի ջերմությունը փոխանցվի բոլոր նրանց, ովքեր ձեր կողքին են միշտ եւ ձեզ շրջապատում են։ Եվ մի խոսք էլ մեր բոլոր հայուհիներին, շնորհակալ եմ բոլորիդ օրինակին, ապրեցնող, արարող, լուսավոր եւ հայեցի։ Շնորհակալ եմ այս մրցանակին արժանանալու, արժանացնելու համար, Տիկին Խաչատրյան, ապրեք շատ-շատ։ Ես այստեղ կանգնելով բոլորի համար երևի բարձ կլինի, որ Արցախից եմ, ցանկանում եմ բոլորդ ունենաք այն ուժը, որը գտել ենք մենք մեր մեջ, տեղափոխվելով Երևան եւ մեր գործը շարունակելով այստեղ։ Ապրեք շատ։ Ձեզ հաջողություն թող Արցախյան ծաղիկներն ու հայաստանյան ծաղիկները կազմեն մի մեծ, շատ մեծ ծաղկեփունջ։ Մեր հաջորդ անվանակարգը երկարամյա աշխատանքային փորձ եւ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող վստահելի մանկաբարձ գինեկոլոգ։ Մանկաբարձ գինեկոլոգ Նաիրա Բալայանն իրականացնում է մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների վիրահատական եւ կոնսերվատիվ բուժում, նպաստելով բազմաթիվ երեխաների լույսաշխարհ գալուն։ Աշխատանքն ապրելակերպ համարող բժիշկն արդեն երկար տարիներ նվիրվածությամբ եւ սիրով բարելավում է կանանց կյանքի որակը, պարգևելով նրանց առողջ մայրություն։ Այս հայուհին մշտապես ակտիվ մասնակցում է միջազգային եւ հանրապետական կոնֆերանսների, ուսումնասիրում ոլորտի համաշխարհային լավագույն ձեռքբերումները, դրանք կիրառում իր ամենօրյա պրակտիկ աշխատանքում։ Լինելով մեր երկրում կանանց վերարտադրողական առողջության բարելավման ու պահպանման լավագույն մասնագետներից մեկը, Նաիրա Բալայանի օգնությամբ հազարավոր զույգեր վայելում են
ծնող դառնալու բերկրանքը։ Նաիրա Բալայան։ Մրցանակը հանձնում է վաստակաշատ շինարար Արսեն Ղահրամանյանը, տարվա հայուհի մրցանակը ստանում է բժիշկ մանկաբարձ գինեկոլոգ Նաիրա Բալայանը։ Բարև ձեզ բոլորի։ Ես հպարտ եմ, որ այսքան հայուհիների մեջ կամ ու հպարտ եմ, որ ինձ ընձեռնել են հնարավորությունը, որ տամ մի մրցանակ, որը համազգային վստահության խորհուրդը ընտրել, ու ես պետք է ընձեռնեմ այդ հնարավորությունը, որ շնորհեմ այս մրցանակը։ Հայուհին իմ համար իմ մայրն է, հայուհին իմ համար իմ կինն է, հայուհին իմ համար իմ հայրենիքն է։ Մեր վարպետը մեծ խոսք ասեց մայր Հայաստան, մայր հայրենիք, դրա համար եմ ասում։ Իմ մայրն է ու իմ հայրենիքն է։ Խոնարհվում եմ ձեր բոլորի առաջ։ Շնորհակալ եմ, որ համազգային խորհուրդը ձեզ բոլորիդ պեղել, ընձեռնել այս հնարավորությունը, ու ես որպես մարդ, հասարակ մահկանացու շինարար, հարարող, կարողացել եմ ընձեռնել են, որ կախել են ընդամենը մի փոքր տիտղոս, որը ես չեմ, ես ոչ մի կապ չունեմ։ Ասված օրհնի բոլորից, այս սուրբ օրվա հետ կապված, շնորհավորում եմ բոլորիս։ Շնորհավորում ենք։ Շնորհակալ եմ շատ։ Հայ գենի պահպանությունը յուրաքանչյուր հայուհու կրծքի տակ է։ Մրցանակը հայուհիներին են, այն բոլոր հայուհիների, որոնք իրենց կրծքի տակ տանում են մեր ապագան։ Մեր ձեռքերում է այդ հայուհիների եւ այդ ապագայի առողջությունը եւ ընդհանրապես գոյությունը։ Ես շնորհակալ եմ իհարկե որպես բժիշկ, բայց մրցանակը տանում եմ որպես հայուհի։ Շնորհակալ եմ։ Ձեզ հաջողություն։ Իսկ այժմ գլխավոր մրցանակ Grand Prix տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրային ապահովման համալիր ծառայություններ իրականացնող ընկերության երկարամյա փորձ ունեցող հմուտ կառավարիչ։ Տեղեկատվական տեխնոլոգիաները վերջին տարիներին դարձել են ժամանակակից բիզնեսի անբաժան մասը։ Այս առումով իր նշանակալի ներդրումն ունի Elsoft ընկերությունը։ Կազմակերպության տնօրեն Լարիսա Լալայանի եռանդուն աշխատանքի եւ նորարար մտքի շնորհիվ բազմաթիվ ընկերություններ կարողացել են ավտոմատացնել իրենց բիզնեսը եւ կատարելագործել արտադրողական գործընթացները։ Ուշագրավ է, որ Հայաստանի Հանրապետության խոշոր առևտրային բանկերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ֆինանսների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը եւ պետական այլ կառույցներ եւս համագործակցում են Elsoft ընկերության հետ, որն իրականացնում է ծրագրային ապահովումների մշակումը, ներդրումը եւ սպասարկումը։ Elsoft-ի կողմից ստեղծված ամենանշանակալի պրոդուկտներից են LS Bank բանկային ավտոմատացված համակարգը, ինչպես նաև պետական բյուջեի ձևավորման եւ իրականացման LS Finance եւ LS Budget ծրագրերը։ Ընկերությունն առաջարկում է նորարարական այնպիսի ծրագրային լուծումներ, ինչպիսիք են LS Mobile-ը, ինտերնետ բանկը, Client Treasury համակարգը, որոնք հեշտացնում են ֆինանսների կառավարման գործընթացը հաճախորդների համար։ Լարիսա Լալայանը, որպես երկարամյա փորձ ունեցող հմուտ կառավարիչ, իր թիմի հետ միասին 30 տարի անընդմեջ նպաստում է բիզնես գործընթացների ավտոմատացմանը։ Արդյունքում Elsoft-ն ունի բարձր հեղինակություն եւ հուսալի գործընկերոջ բարի համբավ։ Լարիսա Լալայան։ Մրցանակը հանձնում է Սոցիոմետրանկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, Հայ ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար, դիվանագիտական ակումբի համահիմնադիր եւ փոխնախագահ Լիլիթ Ադիբեկյանը։ Տարվա հայուհի Grand Prix մրցանակը ստանում է
Elsoft ընկերության տնօրեն Լարիսա Լալայանը, նրան մրցանակը կփոխանցի Elsoft ընկերության տնօրենի օգնական Վիկտորիա Արարատյանը։ Շնորհավորում եմ բոլորին, բոլոր մրցանակակիրներին եւ երկու խոսք եմ ուզում ասել, ինչու այս կազմակերպությունը։ Մեր կյանքը այսօր 21-րդ դարի սկզբում բաժանվեց երկու մասի՝ թվայնացում եւ գումարներ, փող, ֆինանս։ Այս կազմակերպությունը միացրեց, միավորեց եւ կարողանում է այսօր մեզ տրամադրել այն ամենը, ինչ մենք կարողանում ենք օգտագործել։ Մեր հեռախոսի մեջ մեր գումարներն են, ամեն ինչը թվայնացված է եւ այս կազմակերպության շնորհիվ մենք անհոգ ենք, անհանգիստ ենք, որ մեր գումարները գտնվում են ճիշտ բանկերում, ճիշտ ծրագրային ապահովություն ունեն։ Շնորհավորում եմ ձեզ։ Շատ շնորհակալ ենք ձեր գործունեության համար։ Բարի երեկո, հարգելի հյուրեր, հարգելի մասնակիցներ։ Ես հպարտ եմ այսօր ներկայացնել Elsoft ընկերությունը իդեմ տնօրեն Լարիսա Լալայանին, մի հրաշալի կին գործարար, կառավարիչ, ում շնորհիվ այս տարի մեր ընկերությունը տոնելու է իր 30-ամյակը։ Տարիներ շարունակ եղել են բազում դժվարություններ, բայց հաղթահարել կարողացանք, որովհետև ունենք մի հրաշալի թիմ, որը այսօր ներկայացված է գեղեցիկ հայուհիներով եւ շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին, որոնք միշտ եղել են մեր կողքին։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք նման բարձր մրցանակի համար։ Շնորհավորում ենք։ Շատ են հայ անվանի կանայք, շատ են նրանք, որոնցով հպարտանում է երկիրը, որոնցով ամրանում և ուժ է ստանում Հայաստան աշխարհը։ Բրավո։ Եվս մեկ անգամ ես ուզում եմ հարգելի հյուրեր, մենք ծափահարենք այսօրվա հանդիսավարին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, սիրված մարդ, լեգենդար մարդ Սարգիս Նաջարյան։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Մենք բոլորս զինվորներ ենք, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Եվ այսպես հարգելի հյուրեր, ես ուզում եմ այս բեմահարթակ հրավիրեմ այս մրցանակաբաշխության հեղինակին, տնօրենին, ղեկավարին Աստղիկ Խաչատրյանին, ողջուններով, ծափահարություններով ողջունենք նրան եւ իհարկե բոլոր այն հայուհիներին, ովքեր այսօր ստացել են մրցանակ, համեցեք բեմահարթակ։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր մեր հայուհիներին, Աստված պահապան մեր հայ ազգին, մեր հայ կանանց, հայ մայրերին, հայ քույրերին եւ ես ուզում եմ ձեզ համար երգեմ իմ Հայաստան երգը։ Հայաստան։ Այս գարունը քո մանկած
գլխի կորքայլես կանգնիր նորից ու նայիր առաջ Հայաստան մոռացիր այն ցավը որ գնաց հավատալ օքսերը քեզ մնաց թող Աստված օրհնի որ թոցայոց Հայաստան մոռացիր այն ցավը որ գնաց հավատալ օքսերը քեզ մնաց թող Աստված օրհնի որ թոցայոց Թող կռունկը քո սրտում բույնը իր հյուսի Թող սոխակը իր երգով քո հոգում խոսի Եվ թող նոր այս սաղիկները քո վերքերը տապակեն Եվ թող արևի շողերը քեզ նորից լցնեն ողողեն սիրով Հայաստան մոռացիր այն ցավը որ գնաց հավատալ օքսերը քեզ մնաց թող Աստված օրհնի որ թոցայոց Հայաստան մոռացիր այն ցավը որ գնաց հավատալ օքսերը քեզ մնաց թող Աստված օրհնի որ թոցայոց Կեցե Հայաստանը, կեցե հայ մայրերը, կեցե հայուհիները, Աստված պահապան մեր ազգին, մեր հայ ժողովրդին, մեր հայ զինվորին, այն կանանց, այն մայրերին, այն հայուհիներին, ովքեր տալիս են հայորդիներին։ Շնորհակալություն, խոնարհվում եմ ձեր առջև, շնորհակալություն նույնպես ձեզ հարգելի հանդիսատես, շնորհավորում եմ բոլորին։